Բարև ձեզ, իմ անունը Ջեֆ Բոգոսյան է, ես օրթոպեդիկ վիրաբույժ եմ Լոս Անջելեսի Pacific Orthopedic ինստիտուտում, այն գտնվում է Լոս Անջելեսի օդանավակայանի մոտ։ Այս տեսանյութը ուղեցույց է այն հիվանդների համար, ովքեր ունեն մեջքի ցավ, միջողնային սկավառակի արտափքման պատճառով։ Ես բացատրել եմ իմ հիվանդներին, որ ողնաշարը ունի 3 կորություն, եւ այն սկավառակները, որոնք գտնվում են ողերի միջև, նման են դոնդողով լցված դոնաթների։ Երբ մեջքի ստորին հատվածում ցավ եք զգում, սովորաբար դա նշանակում է, որ առնվազն 1 դոնդողով լցված դոնաթ ճաք ունի, եւ այդ ճաքը գնում է դեպի հետ։ Սա դոնդողով դոնաթն է։ Նորմալ սկավառակի մեջ դոնդողը մեջտեղում է, իսկ ցավոտ սկավառակ ունեցող մարդու մոտ դոնդողը ճաքի մեջ է մտնում ու գնում հետ, մեջտեղ, ձախ կամ աջ։ Սա է պատճառը, որ նրանք մեջքի ցավ են զգում միջողնային սկավառակի արտափքման դեպքում։ Սովորաբար լավ կեցվածքի դեպքում մենք ունենք 3 կորեր՝ պարանոցի, մեջքի վերին եւ ստորին հատվածներում։ Տ-տառով նշված է ողնաշարի կրծքային հատվածը։ Այստեղ են տեղակայված սիրտն ու թոքերը, իսկ սա մեջքի ստորին հատվածի կորն է։ Երբ նստած ենք, վատ կեցվածք ունենք, կռանում ենք ու առաջ թեքվում, մեր մեջքը մեծ շրջված Ց-տառի տեսք է ստանում։ Սա ճնշում է առաջացնում։ Դոնդողով լցված դոնաթի առջևի մասն իջնում է, դրա հետևանքով ավելի շատ դոնդող է մտնում ճաքի մեջ ու մեջքի ցավն ուժեղանում է։ Սա է պատճառը, որ իմ հիվանդներից շատերը, ինչպես նաև ես, որ նույնպես ունեմ մեջքի ցավ, երկար նստելու դեպքում ունենում ենք մեջքի ցավի սրացում։ Մինչ հետևյալ վարժությունները կատարելը խորհուրդ է տրվում դիմել ընդհանուր բժշկի կամ օրթոպեդ վիրաբույժի, համոզվելու համար, որ մեջքի ցավի այլ պատճառներ չունեք։ Ահա մեջքի ցավ ունեցող տիպիկ բուժառու։ Ինչպես տեսնում եք, նրա մեջքը մեծ շրջված Ց-տառի նման կորություն ունի։ Նա թեքված է առաջ։ Սա ավելացնում է ծանրաբեռնվածությունը արտափքված միջողնային սկավառակի առջևի մասի վրա։ Առաջին վարժությունը, որը նրան կսովորեցնենք, կզակը ներս, կուրծքը դուրս, նստատեղը ներս դիրքն է։ Նա գլխով կզակը ներս է քաշում, կուրծքը դուրս ցցում եւ ձգում նստատեղի մկանները։ Այս վարժությունը կարելի է կատարել հերթի մեջ, վերելակին սպասելիս կամ ուղղակի կանգնած դիրքում։ Սա ուժեղացնում է ողնաշարի հետին մկանները, այդ թվում հետույքի մկանները։ Այսպիսով նա պահպանում է ողնաշարի 3 բնական կորերը եւ հեռացնում ծանրաբեռնվածությունը արտափքված միջողնային սկավառակի առաջնային հատվածի վրայից։ Հաճախ արտափքված միջողնային սկավառակով պայմանավորված մեջքի ցավի ժամանակ ազդրի հետևի մկանները կծկվում են ու մեջքի ցավն ավելի է սրվում։ Այս իրավիճակում ձեր կոնքերը պտտվում են։ Ազդրի ետևի մկաններն ամրացած են կոնքերի հետևի հատվածին եւ ծնկի հետևին։ Երբ դրանք կարծրանում են, պտտում են կոնքերը, եւ դուք հիմա այս մեծ շրջված Ց-տառի դիրքում եք, որն էլ ավելացնում է մեջքի ցավը։ Այս խնդիրը լուծելու համար երկրորդ վարժությունը, որ կանենք, ազդրի ետևի մկանների ձգումն է։ Մենք այս մկանները կձգենք հատուկ եղանակով, առանց ողնաշարը ճկելու կամ թեքելու։ Հիվանդը ասես ողջույն է տալիս աթոռին։ Նախ նա կանգնում է զինվորի պես, ոտքը դնելով աթոռին, եւ կռանում է, ծալելով կոնքերը եւ ոչ ողնաշարը։ Այս կերպ նա ձգում է իր ազդրի ետևի մկանները, բայց չի ցավեցնում մեջքը։ Նա կարող է ձեռքերը դնել մեջքի ստորին կորի վրա, համոզվելու համար, որ այն չի հարթվում ու պահպանում է իր բնական ձևը։ Այս դիրքում երկրորդ բանը, որ նա կարող է անել, թեքել ոտքը դեպի դուրս եւ ձգել ազդրի ետևի մկանի արտաքին հատվածը։ Կարող ես հաշվել մինչև 30-ը եւ ցույց տալ, թե ինչպես ես դա անում։ 30-ից մինչև 1։ Երբ վերջացնում է, հետ է գնում։ Կանգնում եք զինվորի նման։ Աղջիկները կարող են կանգնել բալետի պարուհու նման։ Ոտքը դնում եք աթոռի վրա եւ թեքում եք թաթը դեպի ներս։ Այդպես ձգվում է ազդրի ետևի մկանի ներսի մասը։ Հաշվիր մինչև 30-ը եւ դանդաղ ձգվիր։ Այս վարժությունը անելիս ձեր մեջքը չպետք է ցավի։ Դուք ձգվածություն եւ ցավ կզգաք ձեր ազդրի ետևի մկանների հատվածում, բայց դա դիտարկեք որպես ցավ, որը հեռանում է ձեզանից, երբ ձգում եք այդ մկանները։ Հետո նա վարժությունը կանի մյուս ոտքով։ Խնդրեմ, ցույց տուր։ Զինվորի նման կռացիր, պտտիր ոտքդ դեպի դուրս, որպեսզի ձգվի ազդրի ետևի մկանի դրսի հատվածը եւ հաշվիր մինչև 30-ը։ Հիմա բարձրանում ենք։ Թաթը թեքում ենք հակառակ կողմ, որպեսզի ազդրի ետևի մկանի ներսի հատվածը ձգվի։ Կանգնում ենք զինվորի նման եւ թեքվում ենք միայն կոնքերով։ Սա հրաշալի ձև է ձգելու ձեր ետազդրային մկանները, առանց ձեր մեջքը ցավեցնելու։ Հաջորդ վարժությունը մենք անվանում ենք վերականգնող, քանի որ այն իրականում հրում է դոնդողը սկավառակի կենտրոն եւ թեթևացնում ձեր մեջքի ցավը։ Մենք կօգտագործենք 65 սանտիմետրանոց մարմնամարզական գնդակ։ Ծնկում ենք հատակին, ոտնաթաթերը հենում պատին կամ դռանը եւ գնդակը տեղադրում ենք ազդոսկրի դիմաց։ Ձեր ոտքերը պետք է լինեն ուսերի լայնությամբ բացված
եւ ոտնաթաթերը հենած լինեն պատին կամ դռանը։ Հետո պետք է հենվեք գնդակի վրա եւ ուղղեք ձեր ծնկները։ Այնուհետև ձեր գլուխը եւ պարանոցը պահեք դեպի ներքև։ Նայեք հատակին։ Ապա բարձրացրեք ուսերը։ Սա ճիշտ կատարելու համար պետք է հաշվեք մոտավորապես մինչև 150-ը։ Այս վարժության ընթացքում դուք ամբողջովին ձգում եք ձեր ողնաշարը եւ այդ դոնդողը հետ եք մղում դեպի սկավառակի միջնամասը եւ այդպիսով վերականգնում եք կոտրված դոնդողով դոնաթը։ Միաժամանակ դուք ուժեղացնում եք ձեր ողնաշարի հետևի բոլոր մկանները եւ նստատեղի մկանները։ Այս վարժության շնորհիվ դուք քայլելիս կամ կանգնած ժամանակ ճիշտ կեցվածք կունենաք։ Սա անմիջապես կմեղմացնի ձեր մեջքի ցավը։ Եթե դուք ունեք ուժեղ ցավ, կարող եք այս վարժությունն անել օրական 2 անգամ, բայց եթե պրոֆիլակտիկ նպատակով եք անում, վարժությունները օրական 1 անգամ կատարելը բավարար է։ Հաջորդ վարժությունը sit-up որովայնի ձգման վարժությունն է։ Օգտագործելու ենք 65 սանտիմետրանոց մարմնամարզական գնդակ։ Սա պաշտպանում է մեջքի բնական կորությունը։ Խնդրեմ, ցույց տուր։ Գնդակը իրականում կորացնելու է մեջքը։ Համոզվեք, որ ձեր ոտքերը լայն բացված են, իսկ ծնկները մոտավորապես 90 աստիճան անկյան տակ, որպեսզի պահպանեք հավասարակշռությունը։ Ես իմ հիվանդներին սովորեցնում եմ նայել պատի եւ առաստաղի հատման կետին, որպեսզի գլուխն ու պարանոցը մնան չեզոք դիրքում։ Խնդրում եմ ցույց տուր, ինչպես ես բարձրանում։ Պարզապես բարձրացեք կիսով չափ։ Դուք չեք ծալում ողնաշարի հատվածը, պարզապես մի փոքր բարձրանում եք այնպես, որ մեջքը չկորանա կամ չծալվի, ինչը կարող է վնասել սկավառակը։ Գնդակը մեջքի կորության երկայնքով տեղադրելով դուք պաշտպանում եք սկավառակը։ Ինչպես տեսնում եք, երբ նստած դիրքում եք, արտափքված միջողնային սկավառակը հայտնվում է վտանգի տակ։ Կարծում եմ նստելը ամենավատ բանն է իմ մեջքի համար։ Նույնը վերաբերում է նաև իմ հիվանդներին։ Այս խնդրի համար կա հեշտ լուծում։ Ինչպես տեսնում եք, այս հիվանդի մոտ կրկին առկա է շրջված C տառի տեսքով մեծ կորություն, ինչը վատ թարացնում է արտափքված միջողնային սկավառակի վիճակը։ Խնդրում ենք նրան կոնքերը հետ բերել մինչև աթոռի ամենախորքը։ Այնուհետև մեջքի կորության հատվածում տեղադրում ենք գոտկատեղի Մաքքենզի բարձիկ եւ թողնում ենք նրան հենվել այդ բարձիկի վրա։ Սա վերականգնում է գոտկատեղի բնական կորությունը եւ հեռացնում է ճնշումը արտափքված միջողնային սկավառակից, ինչի արդյունքում հիվանդը իրեն զգում է շատ ավելի հարմարավետ։ Եվ երբ նա վեր կենա աթոռից, մեջքի ուժեղ ցավ չի ունենա։ Մեկ այլ միջոց, որը կարելի է օգտագործել եւ ես գտնում եմ, որ շատ արդյունավետ է, կոչվում է նադաաթոռ։ Այն շատ լավ օգնում է պահպանել մեջքի ստորին հատվածի կորությունը։ Խնդրեմ, անցկացրու ծնկներից շուրջ ճիշտ ձևով։ Սա իրականում շատ ավելի լավ է օգնում ճիշտ պահել մեջքի ստորին կորությունը։ Եթե ամբողջ օրը համակարգչի առաջ կամ սեղանի մոտ նստած եք աշխատում, սա շատ արդյունավետ է։ Ցավոք, սա հնարավոր չէ օգտագործել մեքենա վարելիս։ Այդ դեպքում կարող եք օգտագործել գոտկատեղի բարձիկը։ Այն ամրանում է առջևից։ Այնուհետև հիվանդին խնդրում ենք մի փոքր առաջ թեքվել, ձգել գոտիները եւ հետո նա արդեն կարող է հետ նստել ու հենվել։ Սա ողնաշարի ստորին հատվածի կորության համար արդյունավետ հենարան է ապահովում եւ զգալիորեն թեթևացնում է ցավը։ Եվ ես ինքս էլ չեմ կարողանում նստել առանց նադաաթոռի։ Սրանք այն վարժություններն են, որոնք օգնել են ինձ եւ իմ շատ հիվանդների։ Եթե դրանք ձեզ չեն օգնում, դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի կամ օրթոպեդ վիրաբույժի հետ։